Հասկանում եք, էվոլյուցիոն, նույնիսկ ամեն մի կենտրոնի օրգանիզմի զարգացման շատ կարևոր этаպը սիրո հարթությունը հայտնաբերելը։ Այսինքն ինձ համար արվեստը դա սիրո ավելցուկն է։ Եվ երբ որ մարդկանց մեջ պակասում է սերը, ոչ թե պակասում, այլ ոչնչացնում են սերը, նույն նաև արվեստի միջոցով են ոչնչացնում դա։ Այսպես, ինչ ասեմ, մասսայական արվեստը նկատի ունեմ։ Այդ դեպքում հանդիսատեսի մոտ այդ սիրո պահանջն էլ է վերանում, իսկ պոեզիան եւ երաժշտությունը առաջին հերթին հենց այդ զգայական սիրո ընկալմամբ պիտի լինի։ Եթե սերը պակասել է, բնականաբար պոեզիայի եւ երաժշտության պահանջն էլ է պակասում։ Հա, բայց նայեք, օրինակ 20-րդ դարի սկիզբը կարելի է համարել ամենադաժան ժամանակներից մեկը։ Դաժանը որևէ կապ չունի, ժամանակի ոգին շատ ակտիվ է։ Այսօր մենք ժամանակից կտրված ենք։ Ակտիվ է եղել, բայց էլի պահանջը գնացել է ձեր ասած վերացնելու սիրո եւ բայց նայեք ինչ գրողներ են ծնվել այդ ժամանակ։ Եթե այդպես լիներ, այդ գրողները չէին ծնվի։ Ժամանակը թելադրում էր, որ ծնվի Չարենցը, ենթադրենք։ Այսօր Չարենց չի կարող ծնվել, եթե Չարենցը ծնվի, այսօր ինչ ասեմ, գուցե մեր շուրջը կան Չարենցներ, բայց նրանք երբեք չեն մտածում, որ այդ ամեն ինչը կարող է ի վերջո դրսևորվել արվեստում որպես երևույթ։